Արդեն ժամանակն է, որ ճանաչեք կյանքը, նրա չարն ու բարին, ժամանակն է գիտելիքներ ձեռք բերեք։ Եվ առավոտ վաղ արևի առաջին ճառագայթների հետ եղբայրները ճանապարհ ընկան։ Ճանապարհ, որ տանում էր դեպի հյուսիս։ Հրաժեշտ տալիս հայրը գրկեց որդիներին, ճակատները համբուրեց եւ եկավ։ Յուրաքանչյուր ժողովուրդ ունի իր մեծերը, որոնց կյանքն ու գործը դառնում են ազգային հպարտության աղբյուր։ Օրբելի եղբայրները մեր ժողովրդի այն զավակներն են, որոնք իրենց բացառիկ տաղանդով եւ աշխատանքով փառաբանում են հայ անունը ամբողջ աշխարհում։ Այս թեման ընտրելով մենք ցանկացանք ցույց տալ, որ իրական մեծերը երբեք չեն մոռացում, եթե նոր սերունդը հիշում եւ գնահատում է նրանց ժառանգությունը։ Երկկողմության մեր քննադատական աշխատանքը կարծես թե ավարտվեց։ Ուսումնասիրեցինք առցանց եւ գրադարանային գրականությունը, այցելեցինք թանգարան։ Կարծես թե ամբողջացրեցինք օրբելների կերպարը։ Տպարտ եմ, ինձ արժևորված եմ թվում, որ գոնե մեր փոքրիկ շրջապատին բացահայտեցինք այս զարմանահրաշ հայերին, մեծ գիտնականին, մեծ հայրենասերին, մեծ քաղաքացուն։ Եվ նշում են եզակի թվով, քանի որ ինչ ասվում է մեկ եւ որ մասին, վերաբերվում է նաեւ մյուսներին, պարզապես յուրաքանչյուրն իր ոլորտում։ Մենք կարողացանք դա անել։ Մոռացումից մաքրել երևելի եղբայրների կյանքն ու գործունեությունը, բացահայտել գիտական նվաճումներն ու նոր կյանք հաղորդել նրանց անգնահատելի վաստակին։ Հպարտանանք մեր հայրենակիցներով, գնահատենք եւ ուսուցանենք նրանց նվաճումները, դե կամ նրանց գիտական ժառանգության։